երկու թափթփուկներ հավաքվել են, ինչ որ բան են կազմակերպել, ինչ որ մեկը ագենտ է, ով որ այսօր Նիկոլի դեմը ինքը շպիոն է, ինչ որ երկրի եւ այլ եւ այլ։ Հիմա մենք ասենք շպիոնը ով է։ Ես շատ հարցեր ունեմ Սամվել Կարապետյանին։ Շատ հարցեր։ Ես իր կողմը հաստատ չեմ քվեարկելու։ Բայց ես արդարության կողմն եմ։ Ես ուզում եմ խոսեմ, այն ինչ որ կիրառում է մեր երկրի ղեկավարը իր այսպես քաղաքական դաշտում հակառակորդ, ասենք, թիմերի հետ։ Դե մենք տեսնում ենք, նստացնում, հա, դուրը չի գալի կարագա սեփականությունը ձեռից առնի, ասի սխալն ասի բանալ, դատախազությունը մի ժամում քրեական գործահարություն ու կամ հարցում անում, ուզում է վերցնի այդ բանը։ Մի ժամում ստե մարդկանց կարան վիրավորեն, կարան կռիվ լինի, կարան մարդուն սպանեն, այդ հանցագործներին չեն նստացնում, ոչ մի քրեական չեն գործ չեն անում։ Եկել են թաղապետարանից մեր կուսակցության անդամներից մեկի տունը։ Ու սկսել էին բան անել, համոզել, ու օգտագործում է ադմինիստրատիվ ռեսուրսը, չհասկացա, դու ինչ իրանք ունես, պետական բյուջեով աշխատողին գործից կտրես, ուղարկես, ասես գնա իմ համար քարոզի։ Դու այդ իրավունք չունես, բայց ես դրա մասին չեմ ուզում խոսեմ։ Ես հիմա ուզում եմ խոսեմ շպիոն սարքող այդ իջում է անտաղան ձևի։ Ես կարդացի այս հոդվածը, ինչ որ Insider լատվիական թերթը։ Մեկը լսել է դրա անունը։ Հետաքրքիր է, չէ՞, որ մեր վարչապետը մի ժամ հետո այս հոդվածի հիման վրա հաջորդ օրը չէ, երկու օր հետո չէ, որ ասենք իրանք գտել են, բերեզեկուցել են։ Մի ժամ հետո ինքը խոսում է սրա մասին անհերքելի փաստեր։ Ես կարդացի սա։ Ես դե փաստեր չտեսա։ Սա փաստ չի ժողովուրդ։ Սա հոդված է։ Մեկի կարծիքն է Հայաստանի մասին։ Գրում է, որ ասենք Սամվել Կարապետյանը FSB-ի հետ աշխատում է։ Սամվել Կարապետյանը միլիարդեր է։ Միլիարդեր է։ Սրանով ամեն ինչ ասված է։ Աշխատելն ու համագործակցելը հատուկ ծառայության հետ կապված իր բիզնեսի մասով, որտեվ միլիարդ ունեցող մարդը գտնվում է FSB-ի տեսադաշտում, ոնց որ ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, միլիարդ ունեցողը գտնվում է FBI-ի տեսադաշտում։ Տարբեր հարցերով, օրինակ չֆինանսավորի տերորիստական խմբերը, օրինակ այսօրվա դրությամբ այստեղ չֆինանսավորվի, ասենք հակառակորդ ուժը, ոչ թե նա համագործակցում է նրա համար, որ ինչ որ տեղեկություն տա։ Ինչ գիտի Սամվել Կարապետյանը, որ պետք է գնար տեղեկացներ FSB-ն, որ վնաս հասցներ Հայաստանի Հանրապետությանը։ Ճիշտ ասած, ապուշություն է, հոդվածը սարքած է, շատ անտաղան ձևի, սենց վատ աշխատանք կարար աներ միայն ու քեպե կոչեցյալ, քեք կոչեցյալ եւ մեզ կներեք քեի մեջ գցած անձնակազմը անգրագետ ձևով։ Ես ասեմ, մենք սա հետախուզական լեզվով կոչվում է ակտիվ կա։ Ինչ է դա նշանակում այդ միջոցառումը։ Արտասահմանյան մի երկրում հրապարակում ենք փողով մեր ուզած հոդվածը, թեման։ Հետո այդ թեման սկսում ենք քննարկել, ասում ենք այն Իտալիայում սենց բան ենք տեսել, հոդված ենք տեսել, ու սկսում ենք սա քննարկել Հայաստանի Հանրապետությունում։ Սա ավելի շուտ ոչ թե հետախուզական, այլ հակահետախուզական միջոցառումներ կարան լինեն, բայց դա պետք է լիներ այնպես, որ ուղղված լիներ այլ քաղաքացուն, ասենք, կներեք, ասենք, վրացին եկել է Հայաստան, գիտենք, որ եկել է շպիոնաժի համար, բայց մենք տեղեկություն չունենք, չենք կարող, հիմք չունենք իրան հարցակրնենք։ Ինչ են անում այդ դեպքում։ Իտալիայում գրում են, որ այս վրացին կամ Լատվիայում կամ Լիտվայում, այս մի հատ ապուշ սայթի վրա, որը որ ոչ մեկ չի նայում, գրում են, որ այս մարդը ոնց որ թե վրացական հատուկ ծառայությունից է։ Այդ դեպքում Հայաստանի հակահետախուզությունը կարա կանչի այդ վրացուն, ասի, արի ես քեզ հարցակրնեմ։ Այդ հոդվածի հիման վրա, որ ինքն էլ արել է։ Սա շատ նման է դրան, ստե փաստեր չկա, ոչ մի փաստ, լոլոյա։
լոլա փաստերը մենք կհրապարակենք թե ով է Նիկոլ Փաշինյան ինձ ասում խիչ եք անում Ժորժ ջան ժամանակը չի հավատացեք գախնիկ բացեմ միջև ընտրության օրը բաց այդ ամեն ինչը հրապարակվելու է ու դուք կտենաք երկրի շպիոնը ով է ու հետաքրքիրը նորից եմ ասում իրակ կազմակերպված միջոցառումն է մի ժամ հետո երկրի ղեկավարը պատկերացնում եք Հայաստանի Հանրապետության ղեկավարը խոսում է մի սայթի մասին, որի մասին Հայաստանի Հանրապետությունում տեղյակ մարդ չկա։ Գրեք իմ Facebook-ում գրեք, ով էր տեղյակ ես Insider լատվիական թերթի մասին։ Մի ժամ հետո է խոսում։ Ինչի մասին է խոսում։ Խարդախությունով ազբաղված։ Խարդախություն կզած մարդը չի կարա ոչ մեկի հանդեպ ազնիվ լինի։ Նա կզած է, նա անենց մարդը կզած, որ ուզում է անենց անի, որ են հպարտներն էլ, որ իրա կողքն են, կզեն իրա կողքին։ Իրա նման կզած դառնան։ Ուզում ես թրաշվի, ուզում ես քաչալացի, ինչ ուզում ես եղի, ուզում ես կնգա շորեր հագի, ուզում ես սիրտիկներ ցույց տուր։ Մեկը քեզ նստեց նելու ենգ, էդի հենց քո բախտը է որ բերի։ Որտեւ ես նայում եմ այդ դաշտը, որին ես շատ դեմ եմ, շատ ավելի հզոր սպառնալիքներ կա քո հանդեպ, որին ես դեմ եմ, ես ասել եմ Հայաստանի Հանրապետությունում հայ արում չպետք է թափվի։ Պետք է նստի իր այդ թիմի հետ միասին, որ սաղ ժողովուրդը գա թքի իրանց վրա։ Այդտենց պետք է լինի։ Մենք 15 համարն ենք։ Գնա ընտրության 2026 թվականի ընտրության եւ մերժի 16 համարի։ Դա պետք է լինի։